Փառք և ազատություն, ապստամբ հայրենատեր, արժանապատիվ Սասնա Ծռերի։ Ես նկատեցի, որ Բաքուն սկսեց արդեն անհանգստություն ցուցաբերել, որովհետև իր սիրասուն Նիկոլը անգամ 50%-ի շեմը չէր հաղթել, եւ այդ անհանգստությունը որոշակի արդյունք տվեց, իբր այս վերահաշվարկների արդյունքում մի փոքր աճեցրեցին ադրբեջանահպատակ, ադրբեջանամետ քաղաքական թիմի տոկոսները։ Ադրբեջանամետ դա այսպես կոչված իբր ընդդիմադիր հանդիսացող ուժեղ Հայաստանի առաջին համարն Արեգն էր ասում։ Հիշում եք հերոստաբանավեճի ժամանակ ասեց, այստեղ եթե կա մեկ ադրբեջանամետ քաղաքական թիմ, դա ձերն է։ Հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանի անհանգստությունը արդյունք է տվել, դե այդ անհանգստությունը Մոսկվայով է գնում գալի եւ հենց են արել, որ Նիկոլի ձայները մի քիչ ավելանա։ Հա, ասեմ, որ Իլհամը հանգարցակի է եկել։ Ես նկատեցի, որ այնտեղ հենց են անհանգստացել, որ զարմացել էին, որ Հայաստանում մարդիկ կան, որ Արցախը Հայաստան են համարում, կամ Արցախի հարցը փակված չեն համարում։ Այդ մարդկանց մոտ այնպես տպավորություն էր, որ Նիկոլը այստեղ բոլորի հարցերը լուծել է, բոլոր ուղեղները թափել է եւ ասել է, մոռացեք Արցախյան շարժումից էլ, Արցախից էլ, Արցախ բառից էլ։ Այդ մարդկանց մոտ ես որ լսում եմ դրանց, իմ մոտ այն տպավորությունն է, որ իրենք շատ մեծ հույսեր էին կապել, որ Նիկոլը Հայաստանում վերացրել, արմատախիլ է արել Արցախ բառը, Ղարաբաղ բառը, բայց հանգարցակի է եկան։ Սա մի կողմից լավ է, որ իրենք հասկացել են, որ իրենց դրածոն չի կարող հայ ժողովրդին կոդրել։ Հասկացանք, այդ 50% ասածը, ովքեր իրաց համար փողն է կարևոր, ոչ թե իրենց երկիրը, տունը, ընտանիքը, արժանապատվությունը։ Այդ հասկացանք։ Բայց ասեմ, կարող էր 50%-ից ավել լինել։ Չկա։ Եվ հիմա այստեղ նկատվում է արդեն այն ինչ որ ես կանխատեսում եմ, ասենք, որ դրանք եկել են, որ այդ իբր ռուսահպատակ մենակ, ասենք այդ Քոչարյան Ռոբերտ, Սամվել Կարապետյան կամ Ծառուկյան Գագիկները ոչ թե եկել են, որ Նիկոլին հաղթեն, իրենք եկել են այդ կես ցեները, որ պետք է գար իրական ընդդիմությանը, ազգային ուժերին, իրենք վերցնեն։ Իրենց ռեսուրսով, փողով, աշխատատեղերով, իրենց սպառնալիքներով, կապերով։ Դուք պատկերացնում եք, եթե Տաշիր Սամոյի, Ծառուկյան Գագիկի, Ռոբերտ Քոչարյանի փոխարեն, ասենք, ազգային ժողովրդական բևեռը 50% ցեն տարած լիներ։ Դուք պատկերացնում եք Ադրբեջանի վիճակը։ Չեք պատկերացնում։ Այսինքն սրանք եկան այստեղ, որ այդ ցեները մնան նորից Կրեմլի հսկողության տակ։ Հիմա Պուտինը խաղարկում է Ալիևի հետ։ Ամեն մի տոկոսը կարող է ինչ-որ մի բան Ալիևից մի բան տանի։ Տաշիրից վերցնի, տա Նիկոլին։ Հələ չի պրծել, չէ՞, ասենք պաշտոնապես չեն հայտարարել։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ ընտրատեղամասեր են եղել, որտեղ իշխանությունը 0 ցեն է հավաքել։ 0 ցեն, բայց դիմացը բարձվում է գրել են 700, 500, 400 ու մի տեղ չի եղել։ Դուք պատկերացնում եք։ Պատկերացնում եք իշխանությունը, այդտեղ այդ հանձնաժողովը մեծամասամբ իրենք են եղել, բայց հանձնաժողովի անդամներն էլ են ԿՊ-ին դեմ քվեարկել, պատկերացնում եք ինչ վիճակ է։ Դուք պատկերացնում եք կեղծարարության մասշտաբը։ Այնպես չէ, որ Ռոբերտի, Սերժիկի կամ բանի Լևոնի օրոք բանակը իրենց օգտին չի քվեարկել։ Բանակը միշտ էլ իշխող ուժի օգտին է քվեարկել։ Նրանք ուսադիրի տակ հրամանով գնում են, հազվադեպ տղեր կարող է լինեն, որ թքած ունենան։ Կարող է գնան նստեն, ասենք, բանի մեջ, այդ մեկ սարան տանեն մտցնեն կամ ծառայությունը երկարացնեն, գլխին բան բարդեն, բայց հազվադեպ տղեր կան, լսել են, որ գոնե անվավեր են արել, չեն ուզեցել այդպես, բայց դե հաշվողի մեկա թիվը նկարվում է։ Բանակը միշտ է իշխանության օգտին քվեարկել, բայց որևիցե անգամ ոչ Սերժիկի, ոչ Ռոբերտի օրոք բանակը գիշերվա 12-ին չի քվեարկել։ Հասկանում եք, ասենք, մինչև ժամի 8-ը ոնց որ բերեն զորքից մի 100 հոգի մտցնեն ընտրատեղամաս, որ այսինքն այդ պահին դռները փակվի, ով ներսում կա։ Հələ մարդկանց տեղավորել են ու դուրը չի փակվել, կամած մի կողմից զինվոր քվեարկել, գնացել են կողմից հաջորդը մտել են, այսինքն այդ բանը պահել են այդ մինչև գիշերվա 12-ը։
Եվ ասում են զինվորներին արդեն պատրաստի ծրարներ էին տալի ձեռքները։ Այսինքն անգամ չեն էլ վստահել, որ զինվորները կարող են հենց այդպես էլ քվեարկեն։ Հասկանում եք, ելի եմ ասում, Ռոբերտն ու Սերժիկն էլ են բանակին ստիպել, որ իրենց ընտրեն, բայց ոչ այս տարբերակով։ Սա սարսափելի վախ է առաջացել, հասկանում եք, իրենք զգացել են, որ իրենք դավաճան են, զգացել են, որ իրենք ժողովրդի մեջ չեն կարողացել այդ իրենց կեղծիկը տարածեն, որ վայ Ադրբեջանը պուբուշ է, մենք քխեինք, գնացինք Արցախը խլեցինք, ընկանք կրակը, այդ մարդկանց տուժեցրինք, հիմա էլ պետք է դրանց պատասխանը տանք։ Նիկոլին ընդրող, եթե հանգարց ամեն ինչ սենց մնաց, քո բեռը մեծանալու է։ Դու աշխատելու ես Իլհամի համար, որ օրն էլ ուշացնես ճիպոտը ձեռին հարվածել է հետույքիդ, ու հետո հիշելու ես մեզ։ Կասես, վայ ես սենց խաղաղության, էլի մեր վրա է մնալու, էլի մենք ենք, այդ Ռոբերտն ու Սերժիկն էլ, որ անդադ ընտրություններ են կեղծում, բան չէր փոխվում, չէ, երկու ընտրությունն ա կեղծեց, 4 ասեն, որտեղ խորհրդարանական ընտրություններն էլ էր իրենցը։ Այսինքն 4 ընտրություն Ռոբերտն է կեղծել, 4 ընտրություն Սերժիկն է կեղծել։ Այդպես կեղծեցին, որ Սասնացրեր տեսան ընտրություններով բան չի փոխվում։ Մտան ապստամբեցին։ Այդ որ ասում են, մտել են, ոստիկանեն սպանել, ապստամբություն են արել։ Երկրում բան չէր փոխվում, անընդհատ նույն ոստիկանը, նույն նախագահը, նույն իշխանությունը, նույն կուսակցությունը ապստամբության ժամանակ կարող է զոհեր լինեն։ Եթե այն ոստիկանը, որը կատարում է հանձնարարություն, թշնամու հանձնարարությունն է կատարում ոստիկանը, այսինքն քո հանդեպ բռնություն է գործադրում, որ դու քո կամքը չարտահայտես։ Ու քո ապստամբության ժամանակ այդ ոստիկանը եթե գալիս է հակազգային քայլ անում, այսինքն դիմադրում է, ու եթե նա մեռավ, մեղքի իր վիզը։ Եվ ասեմ Սասնացրերը ցանկություն չեն ունեցել ոստիկան սպանելու, զգուշացրել են, զենքը վայր դիր, այդ առաջը։ Այն մնացածին իրենք են սպանել։ Այդ 3 ոստիկաններից 2-ին կոնկրետ հենց ոստիկան, հենց ռեժիմն է սպանել։ Առաջինն էլ հենց ինքը իր գնդակից չեն կարողանում ապացուցել, որ ով է սպանել, որովհետև զգուշացվել ասել են վայր դիր զենքդ։ Մարդը կրակել է, ինքը իր հակադարձ այդ փամփուշտի հակադարձման process-ով կարող է ինքը իրեն սպանածել լինի։ Խնդիրը սա չէ։ Եթե ոստիկանը կատարում է, ասենք ադրբեջանահպատակ իշխանության հանձնարարությունը, քանի կոպեկ արժի այդ ոստիկանի ապրելը։ Մենք ինձ կասեք, անունը դնում են հայ մարդ են սպանել։ Նիկոլն ասում է, ես սցենարով պատերազմ էր 44 օրյա։ Մարդը սցենարով տարել է 5000 մարդ է սպանել։ Սցենարով է։ 5000 մարդ է սպանել, մարդասպան չի։ Սասնացրերն ապստամբել են ռեժիմի դեմ, մարդասպան են դարել։ Հետն էլ որ ռեժիմն է սպանել այդ մարդկանց, որ բարդի ժողովրդի գլխին։ Անդրադառնամ ընտրություններին, ասեմ, որ ժողովուրդ, ես առավել եւս համոզված, ինչ որ ես տեսնում եմ, դա այդպես է։ Հիմա կամաց Կրեմլից առուծախը գնա նորից թուրքերի հետ, որ այստեղ այդ Նիկոլի թվերը մի քիչ էլ ավելացնեն կամ գոնեսից պահեն, այնտեղ մեկնումեկին կասեն Նիկոլի հետ բան արա կոալիցիա կազմի, որ մի քիչ այդ սահմանադրական բանը գատեղը, որ ասենք սահմանադրություն փոխեն, որ մեզ պարտքերի տակ դնեն Իլհամի առաջ խոնարհվենք, փող տանք, վախենանք, հենց իրենց տեսնենք, իրենք գան մեր երկրում ապրեն, մենք ձեն չհանենք։ Հասկանում եք, ասես բաներ պետք է արվի հələ, ձեր այդ խաղաղությունը բան, ինչ եք, զոմբի եք, ինչ եք։ Ձեր խաղաղությունը, այսինքն ձեր տառապանքները նոր է սկսվում։ Դուք հələ գլխի չեք։ Ձեզ որ լավ բան են առաջարկում ու ասենք կողքից մեկը լավ գովազդով վատ բան է առաջանում, դուք թմրամոլի պես գնում եք վատ բանին։ Դուք գնում եք վատ բանին։ Եվ կտեսնեք, որ Ալիևի այս փոքր անհանգստությունը կբավարարեն եւ խորհրդարանը նորից կմնա Նիկոլի ձեռքին, բայց երկար չի մնա, որովհետեւ իսկապես արդեն Արևմուտքը կարող է Նիկոլին այնց բաներ ասի, արա, որը Ադրբեջանին ձեռք չտա, Ռուսաստանին ձեռք չտա, այդ ժամանակ կարող է ես ու դու չհասցնենք Նիկոլի հերնանի ձենք։ Այսպիսի բաներ կա, բայց որ այդ ուժեղ Հայաստանը, չգիտեմ, Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, թե ինչի են դրանք Հայաստան բառն օգտագործում, իրենք Հայաստանի հետ ինչ կապ ունեն, չեմ հասկանում։
Բայց որ դրանք ադրբեջանահպատակ ԿՊ-ի հետ համագործակցում են եւ համագործակցելու են, ասել թե իրենք էլ են դառնալու նույն ադրբեջանահպատակը, ես դրանում չեմ կասկածում։ Դուք էլ չկասկածեք։ Համբերություն ձեզ։